Գյորգի Գախարյան ժամանակավոր քննչական հանձնաժողով պետք է ներկայանա մինչև հուլիսի 2-ը ներկայությամբ նա հանրապետությունում չի, մինչդեռ հանձնաժողովը նրան չի թույլ տվել մասնակցել հեռավար ռեժիմով։ Այսօր քննարկվել է Պատակ Քարդավայի առևանգման և սպանության գործը, հարցաքննվել են նրա որդին ու կինը։ Գլխավոր դատախազությունում ընթանում է Չորչանայի դրվագի հետաքննությունը, հարցաքննվում են Մուրման Կաբանաձեն և Զվիատ Լոմիձեն։ Ընթացող հետաքննության հարցերից մեկը 2019 թվականի օգոստոսի 24-ին Չորչանա գյուղի մոտ օկուպացիոն գծի երկայնքով անցակետի կառուցումն էր։ Այդ ժամանակ Վրաստանի ներքին գործերի նախարար էր Գյորգի Գախարյան։ Հետաքննության շրջանակներում արդեն հարցաքննվել են մի շարք անձիկ, այդ թվում Վախթանգ Գոմելաուրին, Կախի Կախիշվիլին, Մայա Քիթիշվիլին և Գյորգի Խուջևանիշվիլին։ Լյուքսեմբուրգում մեկնարկվել է Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Եվրոպացի դիվանագետների այսօրվա հանդիպմանը բացի Իրանի և Ուկրաինայի հարցերից կքննարկվի նաև Վրաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Ռոմեո Միքաուտաձեն որպես խափանման միջոց դատապարտվել է ազատազրկման։ Նախաքննական նիստը նշանակված է օգոստոսի 12-ին։ Էկոնոմիկայի նախկին փոխնախարարը մեղադրվում է լիազորությունները չարաշահելու և ապօրինի եկամուտները օրինականացնելու մեջ։ Մամուկա Խազարաձեն դատապարտվեց 8 ամիս ազատազրկման։ Խոսքը վերաբերում է նրա քննչական հանձնաժողով չներկայանալուն։ Նա վճարել էր որպես կալանք նշանակված գրավը։ Բադրի Ջափարիձեի դատավճիռը պետք է հրապարակվի այսօր առավոտվա դրությամբ Զուրաբգիրչի Ջափարիձեն դատապարտվել է 7 ամիս ազատազրկման, իսկ ինչպես նաև զրկվել է պաշտոնավարման իրավունքից 2 տարով։ Գիվի Թարգամաձեի գործը վերջնական փուլում է, դատավճիռը կհրապարակվի հունիսի 27-ին։ Այսօրվա նիստում կողմերը հանդես եկան եզրափակիչ խոսքով Գիվի Թարգամաձեն ապրիլի 3-ին հրավիրվել էր խորհրդարան բացատրություն տալու ժամանակավոր քննչական հանձնաժողովին, որտեղ նա չի ներկայացել։ Նա օրենքով սահմանված ժամկետում վճարել է որպես խափանման միջոց նշանակված 10,000 լարի գրավը։ Շարունակվում է Մզիա Ամաղլոբելիի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։ Դատավարությանը ներկա է եղել նաև մեղադրյալը, իսկ Եվրոպական երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները դահլիճում են եղել։ Մզիա Ամաղլոբելին ազատ արձակելու պահանջով շենքի դիմաց անցկացվել է ցույց։ Այսօր դատավորը լսել է Գախարի անուն Վրաստանի կուսակցության անդամներից մեկին, ով մանրամասն հիշել է հունվարի 11-ից 12-ի ցույցի դեպքերը։ Վրաստանի արդարադատության նախարարության պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի հանրային ծառայությունների ֆորումին։ Միջոցառումը անցկացվում է Ղրղըզստանում։ Պատասալյան արդեն հանդես է եկել ելույթով և պատվիրակներին ներկայացրել Վրաստանի փորձը հանրային հատվածում նորարարության խթանման, թվային փոխակերպման և արհեստական ինտելեկտի զարգացման գործում։ Նախատեսված են բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։